Սիրված երգիչ երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահից հետո մեծ ակտիվություն են ցուցաբերում նրա որդիները՝ Տիգրան և Արտաշ Ասատրյանները։ Արամ Ասատրյանի մահից քիչ անց մահացավ նրա որդիներից մյուսը՝ Սեդրակ Ասատրյանը։ Այսօր Տիգրան Ասատրյանի և Սեդրակ Ասատրյանի որդիները ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Տիգրան Ասատրյանն իր ողջ ընտանիքով մեծ ակտիվություն է ցուցաբերում, դե իսկ Հայաստանում է Արտաշ Ասատրյանը, ով բավականին ակտիվ է։ Արտաշ Ասատրյանի դստեր Սյուզիի հարսանիքից հետո հետաքրքրությունը աղջկա հանդեպ բավականին մեծացավ։ Նրա ինստագրամյան հետևորդները միանգամից շատացան, հարսանեկան ողջ տեսանյութերը տարածվեցին համացանցում։ Արդեն անցել է 2 տարի, մինչ օրս դրանք ակտուալ են։ Հավելենք նաև, որ Սյուզիի հարսանիքից հետո համացանցում տարածվում էին հրապարակումներ այն մասին, թե ում հետ է ամուսնացել Սյուզին, ովքեր են նրա ընտանիքի անդամները։ Ավելի ուշ Սյուզին խոստովանեց, որ իր ամուսնու քույրը Լարան իր մտերիմ ընկերուհին է եղել և հենց նրա միջոցով է եղել իր և Մարտունի հարաբերությունների ստեղծումը։ Նրանք ծանոթացել են Լարայի միջոցառումներից մեկի ժամանակ։ Դե իսկ օրերս տեղի է ունենալու Սյուզի Ասատրյանի ամուսնու քրոջ Լարայի հարսանյաց հանդեսը։ Հոկտեմբերի 18-ին ընտանիքը մեծ շոկով նշելու է աղջկա հարսանիքը։ Դե իսկ այսօր աղջիկները նախահարսանեկան խնջույք են կազմակերպել։ Այստեղ է նաև Սյուզիի փոքրիկ քույրիկը։ Ներկայացնում ենք մի քանի կադրեր, ինչպես նաև խոստանում ենք հանդես գալ ապագայում հարսանեկան հրապարակումներով։ Ինչպես արդեն նշեցինք, անցել է 2 տարի Սյուզի Ասատրյանի և նրա սիրելիի Մարտունի հարսանիքից։ Այսօրվա հրապարակումները մինչ օրս ակտուալ են համարվում։ Սյուզի Ասատրյանը գեղեցկուհի հարսնացու էր։ Նա իր հարսանիքին կրել էր 2 զգեստ։ Ներկայացնում ենք Սյուզիի և Մարտունի հարսանիքից մի քանի կադրեր առանց մեկնաբանության։